Հայաստանում ջերմատնային տնտեսությունների քանակն ավելացել է։ Այս փաստը ֆիքսելու համար կառավարության հրապարակած վիճակագրական տվյալները պրպտելու կարիքը չկա։ Բավարար է դուրս գալ քաղաքից եւ պտտվել հարակից համայնքներով։ Հեկտարներով տարածքների վրա ջերմոցները սնկի պես աճել են։ Տարիներ առաջ կառավարությունը սկսեց ծրագիր, որի շրջանակում սուբսիդավորվում են ջերմատուն կառուցելուն հատկացվող վարկերի տոկոսների մի մասը։ Հիմա կառավարությունը ֆիքսել է, որ գերակատարվել է ծրագրով նախանշված ցուցանիշները։ Ըստ այդմ նվազեցվելու են փոխհատուցվող տոկոսների չափերը։ Երբ որ օրինակ 40 տարեկան է մարդը, օրինակ ինքը վերցնում է 13%-ով վարկ, 9 պետությունն է վճարում, ինքը մնացած 4-ը։ Բայց առաջին 1 տարին, այսպես ասած, այդ grace period-ն է, արտոնյալ ժամկետն է, երբ որ ինքը տոկոսադրույք չի վճարում։ Ուղղակի մի փոքր տոկոսային կետերը նվազեցնում են։ Շահառուները այն ժամանակ օրինակ 10%-ային կետով պետք է ստանային փոխհատուցում, հիմա ստանալու են 8 կամ 9%-ային կետով։ Ենթադրվում է, որ ջերմատների միջոցով ստացված պրոդուկտը կբավարարի ներքին պահանջարկին եւ կդառնա Հայաստանից արտահանման կարևոր բաղադրիչներից մեկը։ Արտահանումն էլ հիմնականում իրականացվում է վաղուց գծված ուղով դեպի Ռուսաստան։ Մոտ 30% ծաղկի արտահանումն է Հայաստանից աճել, գալիքը այնպեսին է, որ շուկայի խնդիր չպետք է մենք ունենանք։ Պղպեղը շատ տարածված է, պղպեղի ջերմատները եւ 39 ամբողջ մի փոքր մոտ 40% մեկ տարվա ընթացքում այստեղ ենք աճ արձանագրվել երրորդ ուղղությունը դա որ էլի բավականին ուրեմն տարածված է դա կանաչեղեն է Շուկայի խնդիր տեղական ջերմատնային արտադրանքը չունի, երբ բաց է Լարսի անցակետը կամ երբ ռուսական համապատասխան մարմինները մեր գյուղմթերքում ֆիտոսանիտարիայի հետ կապված նորմերի խախտումներ չեն հայտնաբերում։ Նախորդ տարին հենց նման խնդիրների առաջ էին կանգնել ծաղիկ արտադրողները, որոնք բեռնատարներով փչացած ծաղիկ էին թափում ռուսական շուկայի փակ լինելու պատճառով։ Սրանից հետևություն, որ ավելացող ջերմատների արտադրանքը սպառելու համար պետք է այն ունենա ցածր ինքնարժեք եւ բարձր որակ։ Խոսքը արևմտյան շուկաներում արտադրողների հետ մրցակցության մասին է։ Իսկ դրա համար միայն ջերմատան կառուցումը սուբսիդավորելը բավարար չէ, նշում են մասնագետները։ Հայաստանը պետք է կարողանա մշակել սեփական կլիմային ու տեղանքին առավելագույնը հարմարեցված ջերմատներ։ Արդեն մի որակը ապահովես։ Դա համար մենք ենք վարանում, որ եկեք սարքենք ջերմատները լեռնային գոտիներում, որտեղ հողը ջուրը մաքուր է ու կարելի է օրգանիկ գյուղմթերք արտադրել։ Ջերմատնային բարձրորակ պրոդուկտ ստանալու համար անհրաժեշտ է նաև ունենալ սեփական տեղանքին հատուկ բարձր որակի սերմեր, որոնք դասի սպառողի համար կտարբերվեն մատչելի թուրքական կամ միջինասիական արտադրանքից։ Գիտական ինստիտուտը էլի հայտարարակ վիճակի մեջ է տարակերտի։ Մնացել է մի 4-5 հատ գիտնական։ Փող չեն տալիս, որ նա ջերմատունը կարողանա օգտագործի ջերմատուն, որ կարողանա ասել ջերմատնային սերմեր ստանա։ Դրսի սորտեր են բերում Իսրայելից, Հոլանդիայից, որոնք համով են, մաշին հաստ տրանսպորտաբիլն են։ Պետք չէ մոռանալ նաև բնական գազի մասին, որը ջերմատնային պրոդուկտների ինքնարժեքի առյուծի բաժինն է կազմում։ Այս համատեքստում մասնագետները խիստ կարևորում են այս ոլորտում պետության կողմից վերականգնվող էներգետիկայի կիրառման խթանումն ու տարածումը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։